Բարև ձեզ Արեգա, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, մի քանի թեմաներ ենք առանձնացրել եւ կլսենք նաեւ այս թեմաների հետ կապված ձեր տեսակետը։ Եվ այսպես, երեք Ուրսուլա ֆոն դեր Լայնը Բաքվից ժամանել էր Երևան, նախ անամոթությունն ու խայտարակությունը այնտեղ գովասանքի խոսքերը շռայլում մի ցեղասպանել Ալիևն է, Ալիևի հասցեին եւ այն իրականության մեջ, երբ մեր հայրենակիցները շարունակում են խոշտանգվել Բաքվի բանտերում եւ հենց նույն Ալիևի ձեռամբ նաեւ դուք եւ մեր 100 հազարավոր հայրենակիցներ տնավեր դարձան, կորցրեցին իրենց տունը, հայրենիքը, այդ հայրենիքը նաեւ մենք ենք կորցրել։ Այո, օկուպացված է այսօր էլ նաև մեր Հայաստանը ու եկել էր Երևան, նախ խնդրեմ իր Բաքվում այդ գովերքանքին անդրադառնանք, հետո մի քանի մեջբերում կանեմ Երևանից ինչ էր հայտարարում Սույն տիկինը։ Տեսեք, կարող ենք շատ խոսել, թե այս կամ այն քաղաքական գործիչը ինչ հայտարարություն է անում Հայաստանի մասին, հայ ժողովրդի մասին, մենք տեսնում ենք, թե աշխարհի տարբեր կետերից Հայաստանին խորհուրդ են տալիս, հորդորում են անցկացնել հանրաքվե, խորհուրդ են տալիս այս կամ այն գործողությունը անել։ Սա խոսում է ինքնիշխանության, ինչքան էլ որ այս բառը չարչրվել է, ծամծմվել է, այդ փաստացի երևույթի բացակայության մասին։ Երբ որ անընդհատ կողքից տարբեր կենտրոններից կապ չունի հյուսիսից, հարավից, արևելքից թե արևմուտքից, երբ խոսում են ժողովրդավարության մասին եւ չեն նկատում օրինակ Հայաստանում տեղի ունեցող բռնապետական կարգերը, երբ չեն նկատում Հայաստանում խայտարակ քաղաքական հետապնդումները, երբ չեն խոսում Հայաստանում խայտարակ ընտրությունների մասին, ապա դու չես կարող որպես օբյեկտիվ կարծիք ընդունել դա, բայց այնուամենայնիվ մինչև Հայաստանում հայկական շահերը սպասարկող իշխանություններ չլինեն, որևէ մեկից որևէ հայանպաստ դիրքավորում ակնկալելը առնվազն միամտություն է։ Եվ եկել էր Երևան, որտեղ Նիկոլ Փաշինյանին գովեստի խոսքեր է շռայլում, ժողովրդավարությունը հաղթել է Հայաստանում, ժողովրդավարությունը, Թավշյա հեղափոխությունը, այսպես ասենք, թևածում է Հայաստանում, ամրությունը հաստատվեց, եւ որ հաղթանակն է շնորհավորում Նիկոլ Փաշինյանի, եւ նույն ընտրության օրը միայն ձեր թիմից ուժեղ Հայաստանից 700-ից ավել մեր հայրենակիցներ ձերբակալվել են։ Ձեր թիմի առաջնորդը Իդեմը Սամվել Կարապետյանի 1 տարի մոտ եղել է կալանքի տակ, հիմա էլ կալանքի տակ է, տնային կալանքը եւս կալանք է։ Եվ շարունակաբար խոշտանգումները Դավիթ Ղազինյանը եւս եւ մյուսները։ Հենց երեք օրինակ ձերբակալություն ու կալանք է եղել։ Արմեն Աշոտյանի կալանքն է երկարացվել, խնդրեմ։ Ես շատ անկեղծ հենց հիմա բոլոր այն երկրների ղեկավարներին, ովքեր որ շնորհավորում են ժողովրդավար, այս անպայման այս բառը ընդգծեմ ժողովրդավար ընտրությունների հետ կապված նույն ժողովրդավարությունից ցանկանում եմ իրենց երկրում լինի, թող նույն իրենց երկրներում լինի այնպիսի ժողովրդավարություն, որը որ արկա է այսօր Հայաստանում, նույնպիսի ընտրություններ լինեն, ինչպիսին որ եղել են Հայաստանում, որ նրանք լավ հասկանան, զգան, իմանան, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում ու ինչի արդյունքում է այսօր Նիկոլ Փաշինյանը կրկին հնարավորություն ստանում մարդկանց բռնի կալանքի տանելու, ապօրինի կալանքների տանելու, բոլոր նրանց, բոլոր հայրենասերներին երեք էլ անգամ տեսանք, որ Մալոյանին 2 ամսով կալանքի տարան, դա պարզապես գիտեք, որպես արցախցի, ես 2016 թվականին ապրիլյանի ժամանակ որ Արցախում էի, այդ ժամանակ ԱԳՆ-ում էի աշխատում, անգամ ես հիշում եմ այդ օրը, երբ որ նրան տրվեց իր խիզախության ու քաջության համար, այդ օրը տրվեց մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանը, ես շատ լավ հիշում եմ այդ օրը, որ մենք տարբեր այս իրենց լավ դրսևորած, իրենց հայրենիքի համար իրենց չխնայած անձանց պարգևատրումներ եղան, այդ մեկը եղավ նաև Մալոյանը, եւ այսօր նրան կալանավորում է Նիկոլի իշխանությունը, Նիկոլի դատարանը, եւ սա տեսնողները ոչ թե ու լռողները, ոչ թե երկակի, այլ բազմակի ստանդարտներով առաջնորդվող մարդիկ են, իշխանություններ են, ում որ պարզապես ձեռնտու է այսօր լռել ու չբարձրաձայնել Հայաստանում տեղի ունեցող խայտարակ օրենքի խախտումների մասին։ Ես կուզեմ նաև մեջբերել Նարեկ Կարապետյանի գրառումը, Աբաջյանի եւ Ուրֆանյանի դիրքը հետ բերող զինվորականն է Էդիկ Մալոյանը, մարտական խաչ առաջին աստիճան։ 20 թվականի պատերազմից հետո սահմանազատման ժամանակ, երբ ադրբեջանցի հրամանատարը անհարգալից է վարվում մեր զինվորի նկատմամբ, Մալոյանը բոլորի ներկայացում ծեծում է ադրբեջանցի հրամանատարին, որի համար հայ հրամանատարության կողմից հեռացվում է բանակից։ Եվ ըստ էության այսօր գնահատարել են Մալոյանին կալանքի, որովհետև Սամվել Կարապետյանին է աջակցություն, ուժեղ Հայաստանին էր աջակցություն։ Խնդրեմ։
Նորից ինձ հիշողություններով տարակ դեպի Արցախ, ապրիլյան պատերազմից ընդամենը մի քանի օր հետո ես արդեն իսկ Մարտակերտում էի եւ այն դիրքում էի, որի մասին որ խոսվում է, որ հերոսական դիրք էր փաստացի, որը որ այդքան երկար ժամեր կարողացել էր դիմադրել, թշնամուն պահել ու որպեսզի նրանք չկարողանան առաջ գնալ, ես հենց այդ դիրքում նաեւ եղել եմ, տեսել եմ այն նաեւ քարը, որ սիրուն տեղադրված էր հետագայում, բազմաթիվ անգամներ եմ գնացել, տեսել եմ եւ այսօր տեսնել թե այդ դիրքը պահողների հանդեպ ինչ վերաբերմունք է, անկեղծ չեմ զարմանում, որովհետեւ այս իշխանությունները շատ վաղուց կտրել են իրենց կապը հայ ժողովրդի հետ եւ ես չեմ հասկանում, թե ինչու Նիկոլ Փաշինյանը եւ իր փոքրիկ խմբակը այսքան ատում են հայ ժողովրդին եւ ամեն հայկականը։ Ատում են հայ ժողովրդին, որովհետև ամեն հայկականը, հայրենասերը, հայրենիքի համար ամեն ինչ տվողը, հայրենիքին ծառայողը եւ նվիրվողը այսօր փաստացի գտնվում է անազատության մեջ։ Նույն Արտուր Ավանեսյան, Կանդազը, նույն Ալիկա Ալեքսանյան եւ այլ բոլոր քաղբանտարկյալներ, ես չեմ ուզում տարանջատեմ մեր թիմից եւ ուրիշ քաղաքական թևերի ներկայացուցիչներին, ոչ քաղաքական թեմի ԶԼՄ-ների ներկայացուցիչներին, որոնք որ այս կամ այն սահմանափակումներին են ենթարկվում, բոլորը իրենց այս պատիժը կրում են նրա համար, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը եւ իր խմբակը ատում են հայկական ամեն ինչը եւ փաստացի ատում են հայ ժողովրդին։ Հիմա մենք մինչև վաղը արդեն սպասելու ենք ՍԴ որոշմանը, ինչ ակնկալիքներ ունեք։ Տեսեք, ակնկալիքները բնականաբար չեն կարող մեծ լինել, ակնկալիքները միայն այն է, որ փաստացի իրավական տեսակետից մենք պետք է այս բոլոր ինստանցիաներով անցնենք, որպեսզի հետագայում նաև այսօր էլ մեզ չասեն համաձայն չէիք ու ուր են իրավական տարբեր փաստաթղթերը եւ ակտերը, այնուամենայնիվ մեր ուժը, մեր կուսակցությունը Սահմանադրական դատարանի որոշումից հետո հանդես կգա համապատասխան հայտարարությամբ եւ բոլոր դեպքերի համար մենք մեր դիրքավորումը կհայտնենք։ Բայց նաև կուզեմ, քանի որ ձեր թիմը հետևողական աշխատել է ընտրակեղծիքների, այսպես ասենք, բացահայտման, ինչ տեղեկություններ կան, արդյոք առաջ են գալիս նոր տվյալներ եւ մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը չսպասելով ՍԴ որոշմանը ազգային ժողովի նախագահ են արդեն իրենք որոշել ընտրեն, պաշտոնների բաշխում է իրականացնում։ Այս իշխանությունները ապա լեգիտիմ են, ես ավելին ասեմ, այսօրվա անդիմությունը շատ ավելի լեգիտիմ է ու հենց լեգիտիմ է, իսկ իշխանությունները ապա լեգիտիմ են, որովհետև ես անձամբ իմ կարծիքը կարող եմ ասել, որ այն կարգի բռնաճնշումները, որ տեղի են ունեցել մինչ ընտրությունների օրը, ասենք կոնկրետ մինչև հունիսի 7-ը, եւ այն բռնաճնշումները, որ տեղի են ունեցել հենց ընտրությունների օրը, շատ ավելի մեծ ազդեցություն են ունեցել, քան թե օրինակ ինչ որ անվավեր մի հատ ձայն այսպես, մի անվավեր ձայն այն կողմ հաշվի, որովհետև այն ուղղորդումները, այն պետական ռեսուրսի չարաշահումները, վարչական ռեսուրսի չարաշահումները ոչ այլ ինչ են, եթե ոչ հենց իշխանության կողմից օգտագործվող լծակներ, որպեսզի լինի վախի մթնոլորտ, որպեսզի մարդիկ այս կամ այն դրդապատճառով գնան կամ չգնան ընտրությունների եւ այսինքն ազդում են փաստացի ընտրողի կամքի վրա։ Սրանք ես համարում եմ շատ ավելի լուրջ խախտումներ եւ համոզված եմ, որ հետագայում մենք, որ այսքան արձանագրումները անում ենք այս բոլոր խախտումների, հենց այնպես չէ, համոզված եմ, որ հետագայում սրանք շատ ակտիվ կերպով օգտագործվելու է ցույց տալու, որ այսօրվա իշխանությունները ապա լեգիտիմ են։ Սամվել Կարապետյանը վերջերս իր ասուլիսում խմբագիրների հետ միասնական մեծ հանրահավաքի կոչ արեց։ Այս փուլում ընդդիմադիրներից ինչ արձագանք եք ստացել։ Ես իհարկե տեղյակ եմ այդ կոչից եւ այդ ծրագրից, որ նախատեսվում է հանրահավաք եւ այլն, բայց եկեք հիմա ես ժամկետների, ձևաչափերի մասին չխոսեմ, չանդրադառնամ, այնուամենայնիվ կան նմանատիպ միտք, կան նմանատիպ ծրագիր, բայց ավելի մանրամասն ըստ քայլերի հաջորդականության մենք կանդրադառնանք։ Տեսեք,
երեք թե առաջին օրն էր Ռուբեն Ռուբինյանը աչքի էր ընկնում իր այսպես ցինիկ հայտարարություններով, մասնավորապես ուժեղ Հայաստանի ներկայացուցիչների հասցեին եւ շատերի խոսքով այսպիսի դրսեւորում իրենց կողմից իբր եկեք տեսեք իբր ինչ է ձեզ սպասվում, փորձում են վախեցնել ձեզ, վերջերս քաղաքապետարանում էր տեղի ունեցած ծես կրտուկով, փորձում են վախեցնել, դե բակ հեսա կտենակ կգաք ազգային ժողով կամ քաղաքապետարան, տեսեք ոնց են ձեզ ծեծելու, ջարդելու, Ավինյանը քերթելու մասին էր խոսում։ Այս մասով իհարկե կոչ կա, որ ընդհանրապես սրանցից վախենալ պետք չէ, բարձ է որ իրենք փողոցից եկած են, բայց մանդատներին ձեր պետք է տեր կանգնել։ Խնդրեմ այս վախի մթնոլորտը, որ իրենք ուզում են տարածել ձեր վրա։ Ես գիտեք նաև մեկ այլ կողմից կանդրադառնամ, ոչ միայն նրանք փորձում են այսպես վախ մտցնել մեր մեջ, այլ իբր ուզում են թասիբի գցեն, ասեն տեսեք, մենք ձեզ սպասում ենք, եկեք բան եւ այլն։ Գիտեք, մենք շատ քմծիծաղով ենք մոտենում նման խոսույթին ու առհասարակ ազգային ժողովը իրենց հորտնից են բերել դրա համար մենք շատ քմծիծաղով ենք մոտենում նման մոտեցմանը, նախ ասեմ, որ դեռևս ուժեղ Հայաստանը չունի վերջնական որոշումը մանդատ վերցնել կամ չվերցնելու, ամեն դեպքում ես կարող եմ միանշանակ պնդել, որ մենք մեր պայքարը շարունակում ենք, առավել եւս նրանցից վախեցողներ չեն եղել ու չկան, դրա մասին է խոսում այն, որ ուժեղ Հայաստանը այն կուսակցությունն է, որի հանդեպ ամենածավալուն ու մասսայական բռնաճնշումներն են տեղի ունեցել, սակայն ուժեղ Հայաստանը մնացել է ոտքի, ավելին կարողացել է օրակարգեր թելադրել եւ կարողացել է դառնալ Հայաստանում ամենամեծ ընդդիմադիր քաղաքական ուժը։ Հիշենք սկզբում ինչ էին ասում էին սա մեր ձևով շարժման ժամանակ էր, ասում են սա մի փոքր շարժում է, ոչ մի բանի չի հասնի, հետո ասում էին Սամվել Կարապետյանը համաձայնության կգնա, պայմանավորվածությունների կգնա, փաստացի գնացել են նման առաջարկ արել են եւ Սամվել Կարապետյանը համապատասխան տեղում եւ ոչ մեկ անգամ, այնպես որ փաստացի նրանք անընդհատ ինչ որ փորձում են նսեմացնել, փորձում են վախացնել, փորձում են եւ այլ տարբեր գործողությունների գնալ, բայց փաստերը ցույց են տալիս, որ այսօր կա ուժեղ Հայաստանը եւ այն ուժեղ Հայաստանը, որից որ վախենում է Նիկոլ Փաշինյանը եւ վախենում է նրանց փոքրիկ խմբակը։ Իմիջիալոց, բայց երբ որ այդպես ղաղվում է, որ ես միայնային իշխանությունը մեծ ԱԺ նախագահի ընտրում եւ պաշտոններ եմ բաժանում, ժամը 2-ին արդեն իրենց իշխանություն կարգեց, բայց որ այդպես վստահ են իրենց վրա, ինչու են ել ավելի մեծ թափով ընդդիմադիրների նկատմամբ այսպիսի տերոր իրականացնում։ Հենց դա է վկայություն նրան, որ նրանք վստահ չեն իրենց այսպես կոչված ճակետավոր հաղթանակի վրա, որովհետև միանգամից շտապել, հայտարարել, դա ուղղակի ուղղորդում է կենտրոնական ընտրական հանձնաժողովին, բա ինչ է դա, եթե ոչ ուղղակի ուղղորդում կենտրոնական ընտրական հանձնաժողովին, որովհետև մինչև դեռ հաշվարկները գնում են, դու հայտարարում ես, որ ես հաղթել եմ, ինչ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հետո պետք է ասեր, ոչ պարոն Փաշինյան, դուք սխալվել եք, դուք չեք հաղթել, իհարկե ոչ, ու հատկապես այն կենտրոնական ընտրական հանձնաժողովը, որի նախագահան իր ամբողջ կյանքը, իր կարիերան առնվազն եղել է այս կամ այն ձևաչափով Նիկոլ Փաշինյանի օգնականը։ Ակնհայտ էր, որ դա ուղղորդում էր, որպեսզի հայտարարվի, որ քաղաքացիական պայմանագիրը հաղթել է։ Սա հենց այն բարդույթն էր, հենց այն վախն էր, որ նրանց դրդեց, հենց առաջին իսկ այդ գիշերը մի քանի ժամվա ընթացքում գնալ այդ քայլին։ Գիտեք, բայց մի բան ակնհայտ է, որ իրենք ակնհայտ վախեր ունեն Ադրբեջանից, տեսնում ենք, որ այլևս ՄԱԿ-ի ամբիոններից է, հատորներով այսպես դիմումներ են ներկայացվել ադրբեջանական կողմից, Ալիևի կողմից, 300,000 ադրբեջանցիների ճակերտներում իրենց հայրենի հողեր վերադառնալու արևմտյան Ադրբեջանի մասին է խոսքը։ Մի թեմա, որի մասին անընդհատ բարձրաձայնում էիք, թե ինչ նպատակով է Փաշինյանը գալիս նորից իշխանության, խնդրեմ այս մասով ձեր տեսակետը եւ որպես միջանկյալ հարց ըստ էության տեսնում եք իրենց վախերի դրսևորումներն նաև այն է, ինչպես Փաշինյանը արձագանքեց Իսրայելի, թեկուզ այս մակարդակում չարձագանքեց, բառը չենք կարող ասել, հեսա փորձեմ գտնել, թե ինչ բառը ինքը կիրառում էլի ես մի քանի շերտից էր բաղկացած ձեր հարցը, ես փորձեմ շերտ առ շերտ պատասխանել։ Նախ ում է պետք հայերեն վարժ խոսացող ղեկավարը, ով որ սպասարկում է բացառապես թուրք-ադրբեջանական շահերը, ում զենքայնացնում, այո, weaponization-ի մասին էր խոսքը, այո, տեսեք, նորից հայերեն վարժ խոսացող Ադրբեջանի կամակատարը ում է պետք
եթե ոչ Ադրբեջանին։ Հայ ժողովրդին հաստատ նա պետք չի, հայ ժողովրդի շահերը հաստատ նա չի սպասարկում։ Գալով մյուս հարցին 300,000 ադրբեջանցիներին։ Ես բազմից եմ ասել եւ ասում որպես թուրքագետ, որ 300,000 ադրբեջանցիների նարատիվը ինքը ոչ թե այսպես հասարակական կազմակերպության կողմից առաջ մղվող այսպես պարզապես խոսույթ է, այլ Իլհամ Ալիևի, Ադրբեջանի նախագահի, նրա աշխատակազմի ղեկավարի կողմից անմիջապես կոորդինացվող ծրագիր է, զավթողական ծրագիր է, Հայաստանի տարածքը զավթողական ծրագիր է, որով նախատեսվում է ադրբեջանցիների ներխուժում Հայաստան։ Բառացի պետք է հենց այդպես ասել, որպեսզի մարդիկ ավելի լավ հասկանան, թե ինչ ծրագրի մասին է խոսքը։ Հսկայական ֆինանսավորում է իրականացվում այս նարատիվները սպասարկելու համար, տեղի են ունենում միջազգային կոնֆերանսներ Բրյուսելում եւ տարբեր այլ վայրերում, ընդամենը մի քանի օր առաջ, ընտրություններից մի քանի օր հետո մեզանից 30 կիլոմետր հեռավորության վրա Նախիջևանում տեղի է ունեցել հենց նույն այդ նարատիվով վերադարձ, չարկետավոր իհարկե, վերադարձ Արևմտյան Ադրբեջան թեզով, որտեղ որ ներկայացված են նաեւ միջազգային հարթակի ներկայացուցիչներ եւ այլն։ Այս մասին խոսում է ուզում եմ ասել Նիկոլ Փաշինյան, Իլհամ Ալիևի անվտանգության հարցերով խորհրդականը Հիկմետ Հաջիևը, որը որ մի քանի օր առաջ էլի ընտրություններից հետո փաստացի եղավ առաջին օտարերկրյա պաշտոնյան, ով որ այց է իրականացրել Հայաստան, եւ եթե չեմ սխալվում, Դիլիջանում հենց հանդիպում է ունեցել Արմեն Գրիգորյանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ։ Այս մասին խոսում է Ադրբեջանի Միլի Մեջլիսը, այս մասին խոսում է Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատգամավորները։ Ստեղծվում են համալսարաններում, ստեղծվում են համապատասխան դեպարտամենտներ, որոնք որ զբաղվում են այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի ռեսուրսների ուսումնասիրությամբ։ Էլ ինչ պիտի լինի, այս բոլորը փաստարկված են, այս բոլորը ունեն իրենց հղումները, այս ամենը պարզապես խոսքեր չեն, որը որ իրականացնում է Ադրբեջանը եւ ցույց են տալիս, որ սա իրական ծրագիր է։ Եվ ես մեկ անգամ, այս անգամ եւս կդիմեմ Նիկոլ Փաշինյանին։ Դու քո փոքրիկ խմբակը Նիկոլ Կեղծարար, ոչ թե ամեն օր փորձեք հերքել մեր ընդդիմության ասածները, այլ կանգնեք ազգային ժողովում եւ հայտարարեք. Իլհամ Ալիև, դու ստում ես։ Դու կանգնի եւ հերքի ադրբեջանական կողմի ասածները, այդ ժամանակ գուցեև մեկ դրամ արժեք կունենա նրանց հերքումները։ Հակառակ դեպքում գալ եւ ասել ընդդիմությունը ստում է, այդ դրանից ծրագրի վրա որևէ ազդեցություն տեղի չի ունենում։ Բայց այլ որ կանգնես ասես, ով որ այդ ծրագիրը իրականացնողն է, կանգնես ասես Իլհամ Ալիև, դու ստում ես, այդ ժամանակ գոնե մենք կարողանանք գուցեև մեկ դրամ արժեք տալ քո տված խոսքերին։ Ոչ միայն չի շղթում Ալիևի ասածը, նաև նույն հարթության վրա է դնում Արցախի հանրապետությունն ու այսպես մտածածին Արևմտյան Ադրբեջանը, եւ գիտենք, որ վերջին շրջանում նորից ասում է, որ անգամ ձեր դիմաց դրած Արցախի դրոշը սպառնալիք է, պատերազմի սպառնալիք է։ Այո, ես 2019 թվականին Արցախում ասացի, Լեռնային Ղարաբաղը Հայաստան է եւ վերջ, որ գանք հասնենք այս կետին։ Խնդրեմ։ Գալով նորից իմ նախորդ պնդմանը, նրանց համար այս դրոշը, արցախյան բարբառը, արցախցիները, Արցախի համար, հայրենիքի համար, մարտեր տվածները, հայրենիք պաշտպանածները միշտ էլ լինելու են թշնամիներ, որովհետև դա հայկական արժեքներն են, հայկական սիմվոլիկան է, հայկական գաղափարն է։ Նրանք ատում են այդ ամենը, նրանք ատում են հայ ժողովրդին եւ հայկական արժեքները։ Ես շատ շնորհակալ եմ նաեւ այն հարցին, թե ինչպիսի զուգահեռ է նրանք ուզում տանել արցախցիների Արցախ վերադարձի եւ այսպես կոչված ադրբեջանցիների Հայաստանում բնակեցման, փորձում են հավասարեցման նշան դնել։ Մի քանի փաստարկ։ Նախ Ադրբեջանը սկսել է խոսել 300,000 ադրբեջանցիների Հայաստանում բնակեցնելու մասին շատ ավելի շուտ, քան Արցախի հայաթափումը։ Այսինքն դեռ արցախցիները Արցախում ապրում էին, դրանից առաջ էր Ադրբեջանը խոսում ադրբեջանցիների Հայաստան բնակվելու մասին, այսինքն չեն կարող արդեն համեմատել։ Երկրորդ, արցախցիները Արցախը ստիպված բռնի լքել են
որովհետև տեղի է ունեցել Արցախում էթնիկ զտում, տարբեր գնահատականներով ցեղասպանություն։ Իսկ Հայաստանից ադրբեջանցիները ժամանակին շատ հանգիստ իրենց մեքենաները նստել ու հեռացել են։ Երրորդ, Արցախում արցախցիները ունեին հստակ կարգավիճակ ճանաչված միջազգային հարթակներում։ Ադրբեջանցիները Հայաստանում ցակուցրիվ բնակվում էին տարբեր վայրերում եւ որևէ կարգավիճակ չունեին։ Հետևաբար, այս բոլոր փաստերը համադրելով հասկանում ենք, որ համեմատական դնելը այս իշխանությունները անում են մեկ պատճառով՝ կրկին արցախցիներին զոհաբերելու իրենց նպատակները իրականացնելու համար, որպեսզի ասեն, այ դուք մի խոսեք Արցախ վերադարձի մասին, որպեսզի ադրբեջանցիներն էլ չխոսեն, տեսեք դուք խոսում եք կրկին Ես դրան արդեն անդրադարձել էի այդ ինչու չեմ, ես ինքս չեմ զոհվել, այլ այսօր մի հատ նստած եմ այս տաղավարում խոսում եմ։ Սա արցախցիներին կրկնակի զոհաբերելու քարոզչություն է, գործելավոճ է, որպեսզի կրկին արցախցիների վրա գցեն իրենց անհաջողություններ, իրենց ոչ թե անհաջողություններ, այլ հենց իրենց ծրագրերը ասեն, որպեսզի այ դուք լռեք, դուք խոսում եք, դրա համար է կողքից, բան սա ադրբեջանցիներից ավելի ադրբեջանցի լինելու միտում է։ Եվ այդուհանդերձ կա այսպիսի հանրային պահանջ, որ տեր կանգնեք այն ձայներին, որ ձեզ տվել են եւ մանդատներին պետք է տեր կանգնել, ինչ եք անելու, եթե գնացիք ազգային ժողով։ Ուժեղ Հայաստան կուսակցությունը դասալիկ չէ, Ուժեղ Հայաստան կուսակցությունը տեր է կանգնում իրեն տրված յուրաքանչյուր ձայնի, այո, մենք ընտրություններով չկարողացանք հաղթել Նիկոլ Փաշինյանին, բայց դա չի նշանակում, որ հայրենիքի համար պայքարը սահմանափակվում է ժամանակահատվածով կամ ինչ-որ տարբեր ձևաչափերով։ Պայքարը շարունակվում է, քանի դեռ չենք հաղթել։ Ես եմ շնորհակալ։